Կարում ես նկարի։ Լսի, նայրի, մի վարքյան։ Հեռախոսները տանջատում ես։ Տանջատա, բայց սովված է, մի հատ։ Այս քեզ համար չի։ Այս սա բերել ենք մենք բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Երկար ընդմիջումից դադարից հետո ես եւ Նայրի Գրիգորյանը իմիջայլոց ձեր բոլորի բուրըն արձագանքների, խնդրանքների մեզ թե ուր եք, ինչու չկաք, ուր են մեր փաստորեն պարզվում է սիրում են մեր փաստորեն պարզվում է սիրում են մեր հաղորդումները։ Երկար ժամանակ չես գնացել, չէ՞ բանը։ Չէ, չեն գնացել, տեխնիկական խնդիրներ կային ու տարբեր ուրիշ թեմաներ, բայց դա կարևոր չի։ Մենք այսօր կազմ պատրաստ ձեզ հետ է առանց մոնտաժի արվեստի մասին հաղորդաշարը Նայրի Գրիգորյանի, Անժելա Մարտիրոսյանի եւ Լուիզա Խաչումյանի հետ հյուր ենք եկել այսօր մի շատ հետաքրքիր քանդակագործի մոտ իմիջայլոց արվեստանոցից հանեցին դուրս խճոնջներ չէի գա։ Ուրեմն Խաչատուր Աղամալյանի մոտ ենք եկել հյուր, իմիջայլոց մեզ հետ է նաեւ Դդմաշկինը, իրանք Այս քեզ համար չի, սա հյուրի համար է, հա, մեջը ասեմ, շատ, մսի, հա, այս ինչա, այս մի րոպե, վերցու, այդ մեկը վերցու, հանի, այդ մեկը վերցու, ամբողջը պատրաստված է դդմի խմորից, այսինքն հատուկ ձևի պատրաստված է, որ խմորը ինքը հենց դդմից է, մի խոսքով դդմաշկի գտեք Facebook-ում, պատվերներ են ընդունում եւ առաքում են անում, իրենք իմիջայլոց տեղափոխվել են հիմա Դավիթ Հաշեն երկրորդ թաղամաս առաջի փողոց դրոպ 5-ում են, այդ հասցեում են, առաջ կենտրոն են, հիմա այնտեղ գնացինք Անժելա, գնանք վերջապես չէ, ոնց արմատը, հա Դեսի գիտես, դե հիմա ես քեզ ասեմ, արվեստագետի մոտ մտնելուց մի անգամից դու հասկանում ես ուր ես, ի սկզբանե, իսկ դու տեսնում ես, որ պետք է խոնարհումով մտնել։ Այո։ Սենց էլի, այն մատորների նման եւ հայտնվում ենք շատ հետաքրքիր մի աշխարհում։ Գնացինք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես պետք է մի վարքյան, մի հատ ձեր միկրոֆոնը։ Ես իհարկե միկրոֆոն չունեմ։ Հա, դու մի քիչ բարձր կխոսես, Հա, ուրեմն ողջունում ենք, այսպես մի հատ գրկվում ենք Խաչիկի հետ, Խաչիկ Աղամալյան, իմ շատ սիրելի հարազատ ընկեր, մենք նաև հայրենակիցներ ենք, այո, մենք այդպես նախճեվանցիներ ենք եւ շատ երկար զրուցում ենք մեր սիրելի նախճեվանից եւ այո եւ նրա մշակույթից մենք դվեր ենք վերել համովություններ դդմաշկին այս դդմաշկինի սա ամենուր մեզ հետ գալիս է իմիջայլոց Նայրին սոված էր ուզում էր ուտել բայց դե այստեղ շատ համեղ բաներ կա դդմի խմորից է գիտես հա մեկ էլ ու նաև այստեղ մի շատ հետաքրքիր գաթայա առանց կարագի չորամրգերով ու խմորը դդումից է դդումը թթվածրա այդպես ընդամենը 20% է իր մեջ թորենի ալիվը մնացած է դա ահա վերջ այս ամեն ինչից վերջացրեցինք Խաչիկ ուզում եմ հարցնել քեզ դու եղել ես ճյուղայի խաչքարերի մոտ հիշում ես իրենց հա շատ մի հատ ուրեմն հաղորդում կա ճանաչիր մերոնց հաղորդաշարն է Ռամսուքյասյանի հաղորդաշարն է եթե կարող նայել YouTube-ով այնտեղ շատ եմ խոսում այդ մասին ճյուղայի խաչքարերը 87 թվականին եմ եղել վերջի անգամ ու մոտավորապես ժամուկես այդպես ման եմ եկել այդ գերեզմանատանը խաչքարերը բայց չթողեցին նկարեմ ապարատ կար այդ ուզեցին նկարեմ այդ սահմանապահ մի անգամից դաշտարակից մի անգամից զանգ տվեց մորաքույրս ասեց մի նկարի զանգա տալիս որտեղից էին ձեր փառակա չէ ջուղայից հենց ջուղայում էինք հա վերջը նենց որ տեսել եմ ու վազում էինք այս խաչքարից այն խաչքարը չէի կարողանում ասենք բան հասցնեի որ այդքան բայց Արգամ Այվազյանը որ արդեն նշումներն արել էր բան կավիճով նշումներ էր արված 1 2 20 հիմնականում դրանք արդեն
գրքի մեջ կար, ես տեսել էի, ասեցի չէ լսել նայեմ, որը ոչ եմ տեսել։ Ու բազում էի այդ խաչքարերի մեջ շատ հետաքրքիր։ Իմիջիայլոց մի հատ խաչքար կա մինչև հիմա տպավորվել այն մոտ, ուրեմն ինչ էր, այդ խաչքարը պատկերացրու եմ, ոչ մեծ չափի խաչքար էր ու անձրևա ջրերը, որ սալից եկել էին, քարը նենց էին մաշրել տակի մասը, որ ինքը դառել էր ոնց որ քանդված գորգ։ Ոնց կլինի, թելերը այսեն ոնց որ բարակել էին այդ խաչքարի նախշերը, ուրեմն ոնց որ գորգը քրքրված լինի ու այդ թելերը այսենց կախված լինեին, էլի։ Բայց չկարացա նկարեի, հա, ու մինչև հիմա այդ խաչքարը աչքիս առաջն է պատկերացնում, այնքան հետաքրքիր։ Երևի պետք է պատրաստես ինչ-որ։ Երևի իրան պետք է ստեղծես քանդակես, որը վերջանա։ Գնա։ Ես էլ եմ հիշում, մենք էլ էինք խաղում ջուղայի խաչքարերի մեջ, իմ հայրիկս էլ էր շատ հաճախ սիրողական լուսանկարչությամբ էր զբաղվում, մենք գնում էինք ու երբ որ գնում էինք հայրիկս մեզ մոտենում էին, որ ինչի եք եկել, որովհետև դե չէր թույլատրվում առհասարակ, դե հայրս էլ ասում էր, որ եկել են պապուս նախնիներից գերեզմանին, հա, մենք էլ տենց ես ու քույրիկս բան խաղում էինք, հետո խոյակերպ տապանաքարեր էլ շատ կային այնտեղ, մենք դες նստում էինք դրա վրա ու ինձ այնքան շատ մեծ էին երևում այդ խաչքարերը, ես փոքր էի, իրանք ինձ բավականին բարձր էին երևում։ Բարձր էին, իմիջիայլոց ասեմ, եթե բան անեինք, նախ պատվանդանում էին, իրանք բոլորը պատվանդանում էին, բայց ես այլ եմ որ բանի վրա էր ու նոր ինքը այնպեսները կային, որ պատվանդանի վրա չէին, միանգամից հողի մեջ էին միանգամից հողի մեջ էին մնացել, մտած ու հիմնականում թեք վիճակում էր, ես միշտ մտածում էի, թե ինչից պետք է, ինչի է թեք դրված, իմիջիայլոց վերջում բան եղավ, թե ինչի համար է էս դրված եղել, ոչ թե էս Բայց դու կարող հայտնի ջրերն են վերել իրանք երևի ինձ թվում է, որ բանը անձրևները, որ խփեն մաշկի խաչքարը, էլի, այսինքն իրանք թեք էին դրվում խոնարհված վիճակում, մանի վրա, որ ասեն անձրևային երկար ապրեն, էլի։ Ինձ ես վերջը եկա այդ համոզման, որ դրա համար է տենց արված եղել։ Հա, ոչ թե բնությունն է, ժամանակին իրան թեկել, այլ ինքը տենց թեկված է եղել։ Լուծումը հնարավոր է, դա շատ հնարավոր է։ Մի բան էլ հարցնեմ ու Նախիջևանի թեման փակենք։ Շատ հոգեվորված ես Նախիջևանի մշակույթով։ Կրում ես, տանում ես։ Այս աշխատանքը արված է իմիջիայլոց ջուղայի թեման է, քանի որ գնում էինք ամեն անգամ այդ Սուրբ Խաչի օրը, այո, ջուղա, Խաչի օրը բարձրանում էինք, ասա տարիքն եմ արել ու իմիջիայլոց այս ցուցահանդեսի մասնակցել եմ նկարիչների միությունում, հետո ես որոշակի բաներ փոփոխություն արեցի, խորհուրդ եմ տալիս, որ սա ձուլ եմ բրոնզից, իմիջիայլոց գիպս է, հա, ջուղայի հետ կապված է, այդ արարողության ընթացքն է, այդ խաչքարը, ջուղայի խաչքարը։ Ինքն ենք գնում այդ Սուրբ Խաչի տոնին, բարձրանում ենք կարմրա, ոնց էր կոչվում, Սուրբ Ստեփանոս։ Սուրբ Ստեփանոս երևի, վերը բանը, մեր ամենափրկիչ էր կոչվում, բայց ամենափրկիչը Սարի վրա էր, իսկ բանը Սուրբ Գրիգոր Լուսավորչին է բանում էր։ Կարմիր էին ասում, այնտեղ կարմիր էին ասում, որովհետև երբ որ ինքը Կոտապի անապատի չեմ կարող հիմա հիշում, երբ որ արևը պտտվում էր, ինքը կարմիր էր դառնում այդ եկեղեցին ու տպավորություն էր, որ ինքը հրդեհվում է, որ դու հեռվից նայում էիր։ Սուրբ Ստեփանոսը Վերևը, հա։ Նայեք, ջուղայում, եթե ջուղայի մասին է խոսքը, այնտեղ բաններ, մեկը ամենափրկիչ եկեղեցին է Սարի վրա, մեկը կար հովի եկեղեցիներ, նա քիչ տարբերված վիճակում էր, դիմացում էր, դրա մոր աստվածածնի եկեղեցիներ, որը քանդվել էր, չէ, էլի բլրի վրա էր այնտեղ, մենակ մի հատ խորան էր մնացել, փոքր, ու մեկ էլ Գրիգոր Լուսավորչին է գյուղում էր գտնվում, 1880 քանի թվականի կառուցավ, դա ասեն ավերված էր, որովհետև 20 թվին, երբ որ թուրքերը հարձակվել էին ջուղայի վրա 18 թվականին, հետո տատս որ հետ էին վերադարձել, եկան ասեցին թուրքերը լրիվ
քանդել էին այդ գերանները, բանը գմբեթը, բանը լրիվ ալել էին, ու տենց էլ մնաց, հետո եկան բոլշևիկները ու ամեն ինչը դարձավ ամբար։ Ավիրվեց ու մինչև Արգա Մայվաջյանի գրքերում կա։ Իմիջայլոց եթե խոսքը գնաց արդեն դրա մասին մեծ ավանդ ուներ այդ գործում մամայիս, որ եղբորկինը, որը այնտեղ էր մնում ու շատ էր օգնում, ասենք, այդ հարցում ովքեր ուստերից գնում էին, ասենք, հետազոտություններ անելու, ինքը այդ սահմանապահների հետ շատ մոտ էր։ Միջայլոց լավ էր մեծ տարիքով էր, բայց լավ քաղաքականություն ուներ, էլի ամեն տարի մի այց ուղարկում էր այդ զաստավ, հա, սահմանապահ զինվորներին, հա, ամեն նոր տարում մի հատ այց ուղարկում էր իրանց, շնորհակալությամբ, իրանք գնում էին ասում էին, որ պետք է այսիշ բան ասենք, ամենափրկիչ կամ ասենք գերեզմանատուն գնանք, չէին մերժում, ինչքան ժամանակ ապել, մի ժամ, 2 ժամ, պրոպուսկը գնում էին այդ անցած ուխտը տալիս էին։ Ասեցիք, որ ձեր քեռուկին է, հորեղբոր հա, բարեկամուհին, այդպես դիպլոմատ կիներ եւ կարողանում էր իմիջիայլոց, ես ուզում եմ ասեմ բոլորը, որ նախճեվանցի կանայք իրենք հենց դրանով էլ հայտնի են, իրանք բոլորը դիվանագետ կանայք էին, կարողանում էին շատ հետաքրքիր, ասա որ ունեին, այդ թեման սենց ասում ենք, թակում ենք, անցնում ենք առաջ, հիմա ինձ ասա խնդրեմ, այս սենց մասշտաբային կոմպոզիցիոն մտածողությունը, ուրեմն մենք երկու փուլով ենք նկարում այս նկարահանումը, տեխնիկական թեթև խնդիր տեղի ունեցավ մեզ մոտ, ընդհատվեց առաջի փուլը, այսպես ասած, 2 սերիան անուց դարձավ էլի, ինչ որ այս վերջերս մեզ հետ ինչ որ բաներ ա տեղի ունենում մեր, չգիտեմ, տեխնիկայի հետ ու ամեն ինչի հետ, բայց ոչինչ, մենք այդ հարցերը շուտով կլուծենք եւ էլ մեզ խանգարող ոչինչ չլինի, հիմա անցնենք առաջ եւ ես ուզում եմ, որ մի քիչ սկսես ներկայացնել աշխատանքներդ, այս մասշտաբայնությունը, այս մանումենտալիզմը, հա, որ կա քո գործերի մեջ, հետաքրքիր է, դու իրենց իսկապես տեսնում ես տես մեծ ֆորմատներով։ Մեծ ֆորմատներով եմ տեսնում, ուղղակի տեխնիկական հնարավորություններն են, որ նման չափերի մեջ է, քանի որ այս աշխատանքների մեծ մասը արվել է Մոսկվայում, ու ցուցահանդեսների ժամանակ տեղափոխման խնդիր է լինում, բան դրանք արդեն դե գիտեք արդեն տանել, բերել, պրոբլեմ շատ է լինում, հա, հետո գումարային առումով էլ ասենք այդ խնդրահարույց են, հա, իսկ թեմատիկ առումով, թեմաները որտեղից են ծնվում, ոնց են գալիս։ Թեմատիկ առումով ոնց ասեմ։ Ինչի եմ այդ հարցը տալիս, որովհետև այսպես որ նայում ենք, եկեք սենց մի հատ, բոլորը կոմպոզիցիոն են, այսինքն իրենք բոլորը բարդ կոմպոզիցիոն թեմաներ ունեն, հա, ու հետաքրքիր է, թե որտեղից են այս մտքերը գալիս։ Ну, որոշ մտքեր գալիս են, ասենք, հիշողություններից, այսինքն իրադարձություններ են եղել, որոնք մեկ էլ անցնում է մտքովդ ու հետի հիշում ես ու մեկ էլ պատկերացնում ես, թե դա ինչ ձևի քանդակ կլիներ, այսինքն կոմպոզիցիա, նման ձևով է գալիս, հետո կա որ օրինակ այս աշխատանքը Արամ Մանուկյանն է, չէ, հա, շատ լավն է, այս փողերը շատ սիմվոլիկ է, մի տեսակ։ Հանրապետության ծնունդը, տենց ասեմ, Միջայլոց Մոսկվայում ցուցահանդեսին եղել է անհատական ցուցահանդեսից 19 թվականին, ու շատ էին հավանել դեսպանական ապաշել, շատ։ Իսկ ինչի՞ սա չմասնակցեց այդ։ Դե Մոսկվայից ես ոնց ուղարկի կամ ես գիտեի մրցույթակ լինում, բայց այդ մրցույթներն էլ չեմ ուղղակի անում եմ զուտ իմ հաճույքի համար, ոչ թե ինչ-որ տեղ գրավելու կամ ճանաչողության, հա։ Բավականին օրինակ Շարլ Ազնավուրի մրցույթին էլ եմ մասնակցել ես։ Հա, տեսնում ենք Շարլերը ինչ-որ շատ են։ Շարլ Ազնավուրն են, մեկը Մոսկվայի արված այնտեղ է, նա արվեց, երբ որ Շարլը մահացել էր,
որ ասում ես ոնց է գալիս այդ բան։ Մենք միտեղ ուրեմն վերականգնողական աշխատանքներ էինք անում, արվեստանոցում նստած էի, սուկ էի խմում, ձեռս էլ մաստիխին էր։ Հա։ Եկես այդ ազդեցության տակ կանգնեցի ու սկսեցի քանդակել։ Հա, միանգամից քանդակել, ոչ թե էսքիզ անել, այլ միանգամից մաստիխինով սկսեցի գիպսից քանդակել։ Եկես կողքինս ասում է, օրինակ ես ինչքան կվաճառեի աշխատանք ասեցի, այսքան ասում մի ժամվա մեջ այդ գործը արեցի, այդքան գումար ես։ Անես լավ գումար էիր ասել։ Չէ, ասում այն ինչ կարժեն, հա, ասեցի։ Խոսքով նա այդ իր մահվան օրն էր, այդ էմոցիոնալ վիճակի մեջ եղավ, դրա համար արեցի, ու կապված էր մի քիչ ֆրանսիական, չգիտեմ, այստեղ է, եթե կուզեք նկարեք նայեք, թեման նա ուրիշ էր, բայց ասեմ, կոնկուրսը որ հայտարարվեց, առաջի կոնկուրսին նա եմ տարել, այդ աշխատանքն եմ տարել, հետո երկրորդ արդեն անեղած սրանք արվեցին։ Վատ չէր արձագանքը, որովհետև ասենք լավ է, այդ պատկերասրահում էր, գիտես, կոնկուրսն անցկացվում, աշխատանքները որ դրել, հա, ու շատ հետաքրքիր կողմներ կային, ոնց դե մի նկար կա, պահել եմ, դա հետո ցույց կտամ կամ կնկարեք, ոնց են նայում աշխատանքից, Ավինյանը, բանը։ Իսկ ես նաև տեսնում եմ շատ հայկականություն է, այսինքն առաջատար դերը իմ մոտ շատ են խաչքարերով, ասենց ինչ որ այս աշխատանքն էլ է շատ հետաքրքիր։ Այս աշխատանքը վերջերս բան արեցի, հա, կոչվում է շատ էի անում, իմիջիայլոց շատ էի անվանը բան անում, նու սկզբնական եղել է կարոտ, բայց այս վերջերս որ բան գնաց պատմական Հայաստան, թե իրական Հայաստան, ես միանգամից փոխեցի անունը, դարձրեցի պատմական Հայաստան, չէ, իրական չէ, պատմական Հայաստան, անունը դրվեց ու դարձել այս Մասիսն է, Արարատն է, իր գագաթներով, սա էլ դուրը Այ նորից գալիս եմ այդ թեմային, որ ասում ես որտեղից է ծնվում քո գաղափարը։ Մեկը նկարիչներից ասեց, գիտես, բանում են, Սասունից ենք, էլի, գիտես, մի հատ կոմպոզիցիա ոնց անենք, որ եկել ենք, նայում են, սկզբից այստեղ մտքեր գնացին, եկել ենք, ես ենք արել, հետո անցավ ժամանակ, էլի Մոսկվայում եմ արել, անցավ ժամանակներ ու միանգամից ես հիշեցի, ոնց ենք մեր փոքր տարիքում Վարշավանում էինք կրիշը, նայում էինք Արարատին, այս հայերն էլ ամբողջ էլ իրանց տունը որ կառուցում են լուսամուտները, անպայման պետք է նայեն Մասիսին, պարտադիր պետք է Արարատը տեսնենք։ Թեման տենց եղավ, իմիջիայլոց այս երկու աշխատանքը Իտալիայում են եղել, ցուցահանդեսից այ միջոցով դրել են։ Սրանք բացի սա էլի կային Մոսկվայում այս աշխատանքները, 1, 2, սա տպվել է, չեմ անում, ցույց տվեցի անցած անգամ։ Հա։ Մեկ էլ ուզում եմ մի հատ հասկանամ, այսքան կիսանդրներ, որ սենց դրված են, այն կողմն էլ դրված են, այս ինչ որ ցուցահանդեսի համար, հա, պատրաստվում եմ։ Մենք չենք ցույց տա շատ բան, բայց ինձ թվում է մայիսին կարող ենք, չէ՞։ Հա, մայիսին մի հատ պատմի, այս ինչ ցուցահանդեսի է պատրաստվում։ Սա էլի նույն թեման եմ գալիս, ոնց մտահղացումն է, ասեցի, մի անգամ խոսք գնաց, ասեցին, քո մոտ շատ լավ ստացվում է պորտրետները, էլի, նկարիչներից մեկը նայում էր գործերը, ասեց, ես ինչ լավ է քո մոտ պորտրետները ստացվում, ու մեկ էլ ասեցի, ասել մի քանի հատ գոնե պորտրետ անեմ, այսինքն պորտրետ եմ ցուցահանդես, էլի, ու մտածեցի, որ իմ գոլեգաներին, իմ շրջապատը, իմ ընկերներին, իմիջիայլոց մի հատ հաղորդաշար կա, իմ ընկերն է վարում, Վահրամ Սուկասյանը, ինքը ճանաչիր մերոնց հաղորդաշարը, ATV-ով, ասեցի սպասիլ,
ինչի չանենք ցուցահանդես, որ ճանաչիր մեր ոնց էլի, մեր Այսօրվա իրական մեր շուրջ իրական մեր ապրող շուրջը ապրող իմ ընկերները, մեր շուրջն բայց ապրող շատ արվեստագետները, շատ հա։ տիպիկ է ստացվել, շատ sense կոնկրետ Միջալոց սա դեռ հələ իսկ ինքը տեսել է։ հա, տեսել Ու է, ինչ մասը շատ էր հավանել։ մայիսը Մայիսը շատ էր Երևի հավանել, ինքն էլ իրեն կնկարեր, չէ։ ինքը ձուլված այս վիճակում չի տեսել, ինքը տեսել է կավի վրա։ Հա։ Այս վիճակում հələ այստեղ պետք է մի քիչ Գույներ։ ակտիվանան այս գույները։ Դե այս գաղտնիքները չասենք, իսկ երբ է լինելու, երբ ես մոտավորապես սեպտեմբերի։ Իմիջիալոց անցած օրը նստած էինք Նայիրի հետ խոսում էինք, թե որտեղ անցկացնենք ցուցահանդեսը, որը ասես Հայաստանում շատ հարմար է էլի տեղը։ Քանի աշխատանք են լինելու։ 15 աշխատանք այն։ Հա, դե դեպքում հա Հայաստանում բավական այսօր առավոտը զանգ ասում են լսի ասում Հայաստի կողքով անցնում քանդում են ասում։ Ոնց քանդում են։ Ինչը վերանորոգում է, հա։ Վերանորոգման, հա։ Վերանորոգման։ Էս էլ է գնում Էս էլ է այդ թեման, հա, սա է մեր սոնան, հա։ Ու մեր թաղը հաղորդաշարի հեղինակն է, Սոնան։ Լավ է ստացվել։ Անցած օրը այստեղ էր շատ հավանել։ Բնորդները գալիս են, իրենք նստում են։ Ինքը ուղղակի ֆոտո, սկզբից ֆոտոյով, հետո գալիս են նայում են ընդհանուր ասում են տեղը։ Ես ուզում եմ մի հատ խոսենք այս Փարաջանովի մասին։ Փարաջանովը ինչի հետ է կապված եղել։ Փարաջանովը կապված էր 100-ամյակի ցուցահանդես էր Կոջյանն, քանի որ Կոջյանի դպրոցում դաս եմ տալիս քանդակներցան, ասաց որ դպրոցը պատրաստվում է ցուցահանդեսի ու պետք է մասնակցեն եւ աշակերտները եւ ուսուցիչները։ Հա, դե ես էլ մասնակցեցի ու շատ լավ ու մի անգամից էս մտքով գնաց հիմնականում հիանալի մտահղացում է ինձ դուր է գալիս։ Իմիջիալոց ասեմ շատերը կան ասում են ռեալիստական, բայց ռեալիստականի մեջ դու կարաս ունես ցույց տաս, որ այդ այսինքն դեմ են, ինչ անշահում ռեալիստական, ինչ ուզում են ասեն, որ դեմ են, որ այդքան ռեալիստական լինի։ Ռեալիզմին, այսինքն այնց է պատկերացումը հիմա արվեստի, որ ռեալիզմը հեռացվել է, էլի։ Հա, այսինքն ես կասեի ոչ թե ռեալիզմը, այլ ավելի շատ ակադեմիական մոտեցումը, մի քիչ բայց ես ասեմ, այս քանդակներից մեջ ակադեմիական մոտեցում չկա, իմաստ ոչ այստեղ կա, ոչ այնտեղ կա ակադեմիական մոտեցում։ Ակադեմիական մոտեցումը մի հատ ուրիշ բան է, դա։ Այ օրինակ հիմա դաս եմ տալիս, չէ՞։ Երեխաներին ակադեմիական ուսուցում եմ տալիս, ակադեմիական կրթություն եմ տալիս, բայց այստեղ ես փախել եմ ակադեմիական ուղղությունը, հա, դուք փախել եք, այստեղ սիմվոլիկ, թե դե ոնց կարայր ասենք Փարաջանովին անել ակադեմիական կամ ռեալիստական, որովհետև այդ մարդու կերպարը պետք է բացահայտվի, իսկ Փարաջանովի կերպարը ինքնին արդեն թելադրում է սիմվոլներ ու խաղը, ինքը թելադրում է, որ դու պետք է խաղը, իհարկե, ու այդ ամեն ինչը բերում է, օրինակ նույն Շարլին անդրադառնալով, հա, իհարկե, այստեղ էլ չենք տեսնում այդ ակադեմիական մոտեցումը, այստեղ ավելի շատ սիմվոլիկ, ալեգորիկ բաներ են հիմնականում։ Սա էլ է ալեգորիայի, սա բան եմ արել, Իմիջիալոցա Մոսկվայում բաններ, քարորիա պատերազմին նվիրված միտք եղավ, այդպես։ Հա, այս գլուխներն են, հա։ Սիմվոլներն են, բահագրի հետ էր կապված այս վիշապների երեք գլխանի վիշապները էին, որ այդպես էլ չկարողացանք խեղդենք։ Հա, չէ, սկզբից հա խեղդում էինք, բայց հետո պարզվեց, որ այս սա հա Արցախն, հա, Զեդոն ու սա մասնակցել է ցուցահանդեսին 25 ամյակներ Մոսկվայում
տուն Հայաստանի անկախության, Ահա։ իմիջիայլոց այնտեղ կարակ նկարեք, Հա, շնորհակալ գինաս, անպայման կնկարենք։ Ու բան եղավ, զանգ եղավ Մոսկվայում, ասեցին Խաչատուր պատրաստվում ենք այդտեղ արարողությանը, ու ցուցահանդես ենք ուզում որ լինի միակ ժամանակ, աշխատանքներ կարող ես բերել, ասեցի, ճիշտն ասած, գիտես որ ծանր այդքան ասեցին մենք կանենք այդ դու չես խառնանի կգան մեքենայով ամեն ինչ կանեն, հետո արվեց տարան ու սա գնվել է իմիջիայլոց ու դրված է այսօր Արմենիա պավիլյոնում։ Հիմնականում դրված էր դեսպանատանն էր դրված, քան տարի էր, հետո տարան Արմենիա պավիլյոն, այնտեղ դե ժողովուրդը շատ էր գնում, շատ լավ բան էր, էքսպոզիցիա էին արել, մեկ ֆոտոն ուղարկեցին, դե ես արդեն երրորդ տարին է, որ Երևանում եմ։ Ուզում եմ մի հատ այդպիսի մի հարց տամ, ոնց ստացվեց, որ ասենք այստեղի ուսանողը հայտնվեց Մոսկվայում, հա, ու երկար ժամանակ այդպես ժամանակին որ աշխատում էի բան, ինստիտուտից հետո այստեղ տեղափոխվենք էլի։ Ինստիտուտից հետո բանը աշխատեցի մշակույթի նախարարության գիտամեթոդական կենտրոն կար, ժողարվեստի, բաժնի վարիչ եկել բարվեստի, հետո մի օր առավոտյան իմ ընկերները, գործընկերները, որոնք նախկին գործընկերներ ես, որ ճարտարապետական արտադրամասում էին աշխատում, բայց կապով կար Մոսկվայի հետ, քանի որ երբ որ Սայուզ ռեստավրացիա գոյություն ուներ, եթե մի բան արվում էր Սովետական միությունում, եթե Լենինգրադի, ասենք այն ժամանակ Լենինգրադն էր, Մոսկվան էր, իրանք չէին հասցնում այդ աշխատանքները, հանրապետության տարբեր տեղերից, հանրապետություններից երկրի բան էին անում, կանչ էր լինում, գնում էին այնտեղ այդ աշխատանքներն անում էին։ Ու եղել էր կանչ հրավեր Մոսկվայից Տրետյակովյան պատկերասրահը վերականգնողական աշխատանքների 89-90 թվականներին։ Այսինքն 89 այդ թվականներին հայերը վերականգնել են Տրետյակով իրան պատկերասրահի իմիջիայլոց ովքեր են վերականգնել, վերանորոգել, վերականգնել։ Երբ որ գնացի, պատկերասրահը եկան ասեցին որ կգաս, ես էլ աշխատում էի այդ ժամանակ, գնացի տնօրենին ասեցի Տիգրան Նիկոլիչ, սենց հրավեր է, կարեք իմ հաշվին ես արձակուրդ վերցնեմ 10 քանի օրով էլի։ Ասեցի չի կոմանդիրով բան արձակուրդ։ Հիմա ասես մեկը մարտ ամսին ցուցահանդես է լինելու, այնտեղ միանգամից գնա, մենք գործողում քեզ ուղարկենք, գնա ամեն այդ ամեն ինչը կազմակերպես, այնտեղ հետո կգաս այստեղ կտանել բաներ աշխատանքներ, ասեցի եղավ, գնացի 18 օր աշխատեցի, իմիջիայլոց արել եմ այդ կար գեներալի դիրեկտոր Կարալյով, իր կաբինետը համար հիմնականում կանչեցին էլի, որ գնացի տեսա այդ Լենինգրադի ռեստավրատորներն էին արել, կիսատ էին թողել, դուրները չէր եկել, իրանց անել էին, որովհետև շատ դանդաղ էին աշխատել, իսկ մեր տղաները որ մտել էին, բանը չէ, քիչ աշխատում շատ խմում։ Հա, բանը, մեր տղաները որ մտել էին աշխատել էին, արել էին 10 օրվա մեջ մի դալիճը վերջացրել էին, բանն ասել են չէ, պիծերցիները, մեզ հիմա պիծերցիներ էլի, մեր պետք չէր, բան անել էին ու մենք գնացինք։ Այնտեղ 18 օր եմ աշխատել այնտեղ, հիմնականում զարդաքանդակներ էին, արեցի ու թողեցի, եկա, հա, հետո 90-ական թվականներին արդեն եկա, մի քանի տարի արդեն Երևանում էի, մի օր էլի հրավեր եղավ, ասեցի հավես չունեմ, հիմա այդ գումարը պետք է որ աշխատեմ, ստե աշխատում եմ ես նորից կամ Խնդրեցին, ասեցին, գիտես, չենք հասցնում, էլի կարաս գնաց։ Էլի վերականգնողական, այս անգամ արդեն բանն էր, հիմա ասեմ, 12 թվականին, երբ որ Նապոլեոնը մտել էր Մոսկվա, այդ ռեզիդենցիա, որտեղ որ նստել էր Նապոլեոնը, այդ շենքի ռեստավրացիան էր գնում, հա, Լուսինովկա փողոցի վրա է գտնվում, իմիջիայլոց շենքը Այս մայթից տեղափոխել էին մյուս մայթը, հա,
դիմացի տեղափոխել այդ շենքը։ Հա, այդ դրա բաներ արեցի, ֆասադի զարդաքանդակները մոտավորապես մի 40 օրվա մեջ արեցի այդ աշխատանքները։ Նորից թողեցի եկա, բայց 98-ին որ գնացի, արդեն մնացի 23 տարի մնացի, ու ասեցի ինչ արել եմ լավ եմ արել, ու բայց ես նաև ուզում եմ որ դու պատմես մեր օպերայի բալետի, այդ գեղեցիկ զարդաքանդակների մասին, վերականգնողական մինչև ինստիտուտ ընդունվելը, դե աշխատում էի ուսումնարանից հետո ընդունվեցի ճարտարապետական մաստերսկու, ոնց արվեստանոց, հիմնականում աշխատում էին քանդակագործներին աշխատում։ Ես որ ընդունվել էի այդտեղ մինչև բանակ գնալը, այնտեղ էի աշխատում, հետո բանակից հետո եկա նորից աշխատեցի, հենց այդ ժամանակ երբ որ եկա բանակից, արդեն վերականգնողական աշխատանքները գնում էին այնտեղ։ Ու այդ որ թիվներ։ Դա 80 թիվն էր։ 79-ին եկել եմ, 79-ից արդեն գնում էին այդ աշխատանքները ռեստավրացիոն։ Ես եկա ու այդ մաստերբանում արվեստանոցում մնացի ու մի օր բաներ եկել, գծագրերն եկել էին, մի աշխատանք սխալ էին արել գծագրերը, այսինքն ֆորմաները ճիշտ չէին արել, այդ զարդաքանդակները, այդ լուսահոգի Գյորգի Թամանյանն էր ղեկավարում, եկել յուրացանն է, որ երկու որդիներն էին, հա։ Դե Գյորգի Թամանյանը գալիս էր ամեն անգամ մեր մոտ, այս Աննա արտադրամասի պետը ասեց, դու վերցրել ես գործը արա, Խաչատուր, վերցրեցի, գծագիրը նայեցի, անգամ պարզ եղավ իմ համար, թե ոնց է այս ֆորմաները, արեցի այդ րոպեին, մեկը Թամանյանն եկավ, նայեց, ասեց Խաչատուր ջան, լավ արա, որ վաղուց կնոջդ հետ գնաս օպերա, ասես որ ես լավ ես արել։ Ու այդ մոտավորապես, հա, այտենց ահագին աշխատանքներ ես որ գնում ես նայում եմ ամեն ինչ։ Այս վերջին անգամ տղայիդ հետ որ գնացի, նայում տղայից եմ ասում, տղաս արդեն գիտի, բան ասում եմ այս աշխատանքներն են։ Ու 100 հատ իմ համար ասեմ, չեմ ասում 100 հատ քանդակ բան, բայց իհարկե նա ավելի կարծես մնայուն է եւ ավելի հանրային է, իհարկե գործեր են ու լավ հիշողություններ են մնացել այդ օպերայից, ճիշտն ասած։ Ես գիտեմ որ դու դասավանդում ես, դու էլ նոր նշեցիր ու մենակ Կոջոյանում եմ դասավանդում, հիմնականում ես որ նոր էի կներես հիմա շարունակեմ եւ երբ որ ինձ առաջարկեցին գնամ դաս տալու, դե հարցազրույցի նման մի բան տեղի ունեցավ, տնօրենն ասեց, բա Խաչատուր ջան երեխեքը սենց են, բան իրանց հետ պետք է էսերի, բան ինքը լավ մտքով ասեց, էլի ասեց գազանիկներս բան, ասեցի, ես ասի Մոսկվայում մեծ գազանների հետ էի աշխատում, ոչինչ իրանց հետ կնի աշխատել։ Հենց այդ եմ ուզում հարցնել, այսօրվա գազանիկները տաղանդավոր են, ասենք ոնց եք տեսնում, այսօրվա սերունդը առհասարակ հետաքրքրված է, դե բնական է Կոջոյանի դպրոցում պետք է լինեն արվեստ սիրող արդեն երեխաները, բայց լինում է որ թվում է որ սիրում են, գնում են, բայց այդպես էլ չեն դառնում։ Ձեր գնահատականս իմը սենց է, ես հիմա ձեզ օրինակ բերեմ մեր անցյալից։ Փոքր տարիքում երեխաներ կան, որ շատ լավ քանդակում են, լավ հաճախում են դասերին, խելոք են, սիրված են, բայց կյանքը մեկ էլ նենց է ստացվում, որ բան չեն դառնում։ Այսինքն կյանքն է թելադրում իրան, թե ոնց այդ երեխան ինչ կլինի, ոնց կլինի։ Դու չես երեխա որ գնում է, բայց այդ երեխան մեկ էլ դառնում է 18-20 տարեկան, մոտը նենց է բացվում այդ արվեստի ջրղը, որը չասած։ Իսկ երեխա կա իմ ընկերս,
Մենք գիտենք, որ համաշխարհային լուծություններ կան 40 Ես նոր բացվել է։ քաղաքական ընկեր ունեի, օրինակ իրար հետ պիլոտներ պալատ էին գնում, Ալբերտը։ Տաղանդավոր տղա էր, լավ քանդակում էր, բան։ Հետո նենց ստացվեց, որ այս տղան թողեց քանդակագործությունը, անցավ արհեստին, ու հենց ասում եմ ինքը եթե շարունակեր, ես ամենալավ քանդակագործներից մեկը կլիներ։ Գիտեք, մի հետաքրքիր բան էլ կա, օրինաչափություն կա, երբ արդեն դու ինչ-որ մի բանով, հա, շատ մանկուց սկսում ես լավ զբաղվել, խորապես, գալիս է մի պահ, որ դու քեզ համարում ես սպառված։ Հա, դա էլ կա, չէ՞, խստապահանջ ես։ Ճիշտն ասած սկզբից շատ էի խստապահանջ, հիմա էլ եմ խստապահանջ, բայց ասենք նայում եմ, եթե մեջը կա արվեստի այդ ջիղը, հա, ամեն ինչ անում եմ, որ իրանք դրսևորվի, էլի։ Հետո հարցնում եմ, ասում եմ, որտեղ ես տալու, ինչ ես ուզում դառնաս, ասենք ասում եմ ճարտարապետ, մեկը շորի դիզայներ, մյուսը ինչ-որ ուրիշ բանով, ասում եմ, այ տեսեք, ճարտարապետության մեջ քանդակագործությունը շատ կարևոր դեր ունի, պետք է լավ քանդակեք, հետո ասում եմ, խայտարակ չանեք, ընկերներս ունի դաս են տալիս, միջայլոց չնարդանեն, երևացուցիչնով այրել ասեն, խաչանգեր խաչատուր է, ես ոնց է սովորացել ես երեխեքին, բայց կաշվեցը չեմ ասում դուրս եմ գալի, ամեն րոպե բոլորին ուզում եմ, որ հասցրած լինեմ, տան, ինչքանով ինքը իմիջայլոց կներես ասեմ, երեխեք կան, որ շատ լավ մի անգամից զգում ես, որ սա քանդակ սիրում է, աղջիկ թե տղա։ Հարցս գնաց կորավ, հա, նենց հետաքրքիր հարց եմ մտածել, լավ, գնաց կորավ, վերջացնենք արդեն, հա, իսկ այսօր ոնց եք գնահատում, պահանջված է քանդակը հասարակության կողմից, լայն հասարակության, հա, ոչ թե կա դրա պահանջը։ Ամեն ինչը իր վերելքն ու վայրեջ բում հասարակությունը գոյություն ունի, Ձեր գնահատանքով, այսօր որ աստիճանի վրա է։ Ասեմ Մուրասյանի վրա է, մի քիչ կապված է նաև էկոնոմիկայի զարգացման, բնական ֆինանսականի հետ։ Օրինակ Մոսկվայում մի հատ դեպք պատմեմ ես։ Մոսկվայում ցուցահանդես էր, ես ինձ խնդրեցին, ասեցին աշխատանքներ, միջալոց այս աշխատանքներ։ Այսա Սա միջալոց մոդելը վաճառվել է, օրիգինալ գիպսը վաճառվեց, հենց ցուցահանդեսի ժամանակ զանգ տվեցին, ասեցին արի աշխատանքը ուզում են վաճառել, գնեն, ասեցի ոնց, այդ գիպսի աշխատանքը ուզում են, ասեցի հա ուզում են գնեն։ Ինչ տարբերություն է գիպսային, հա, ասեցի դե գումարն ասեցի ճիշտ, ասած ասի բրոնզը կա դրա, բայց չէ գիպսն են ուզում, ասեցի դե տվեց։ Նայ, այնտեղ ասենք եթե ֆինանս ունի մարդը դուր է եկել, ուզում է առնում է, եթե ֆինանս չունի, դե հա, բնական է, բանանես, հա, հետո այսօր օրինակ ոնց ասեմ, մի քիչ ավելի արհեստա, որի բանա դառնում, էլի քանդակի հասկացողության։ Այսինքն, հա, արվեստը մի քիչ արվեստի այդ պահանջը քանդակ ավելի քիչ է, քան հասկացողների, արդեն կրթական մակարդակ է այդտեղ արդեն։ Հա, դե բնական է, հա, արդեն նայում ես, ախր չարախոսություն չի, բան չի, նայեք, աշխատանքներ կան, որ թեկուզ քաղաքում, թեկուզ ուրիշ տեղեր դրվում են ու նայում ես, ասում ես այն մարդ, բայց ինչի սա, եթե ոչ, ասենք, այն լավը չդրվեց, սա դրվեց, էլի։ Այնպես որ արվեստանոցն այսպիսի տարածք է, որտեղ հուշեր կան, հիշողություններ, զրույցներ, ասում ենք ձեզ հաջողություն, ես եւ Խաչիկը եւ Անժելան, Նայրին արդեն գնացել է, գնում ենք վայելենք մեր թեյը, սուրճը, չգիտեմ էլ ինչը եւ շարունակենք զրուցել։ Մնացեք մեզ հետ։